Շարունակում ենք թողարկումը։ Հետխորհրդային տարիներին մարզի տարածաշրջաններում գործում էին հակակարգտային պաշտպանության հրետանային ջոկատներ։ Արցախյան պատերազմի տարիներին հրետանային միավորներն օգտագործվեցին ճակատում։ Անկախությունից հետո թեպետ հնարավոր էր կրկին տեղեր վերադարձնել հրետանին, սակայն հատուկ նյութերով լիցքավորված արկերը թանկ էին, ինչն էլ իր հերթին թանկացնում էր ծառայության պահպանումը։ Հակակարգտային ծառայությունները լուծարվեցին։ Արդյունքում տարիներ շարունակ կարգտահարվող դաշտեր, բերքի կորուստ, խոպանի վերածվող դաշտեր։ Վերջին շրջանում թեպետ դանտաղ, այնուամենայնիվ պատկերը փոխվում է։ Ըստ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, նախորդ տարվա համեմատ այս տարի մարզում գյուղատնտեսության կրած վնասներն ավելի մեծ չափերի են հասել։ Եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես կարկուտը, այս տարի վնաս է հասցրել մարզի 22 համայնքներին, վնասի չափը հասցնելով մինչև 776 միլիոն դրամի։ Վնասի չափը անցյալ տարի այդքան չի եղել, այս տարի ավելի շատ է, որովհետև անցյալ տարի մի քանի համայնքներում է կարկուտ եղել, այդքան վնասներ չենք ունեցել անցյալ տարի։ Այս տարի մի քիչ ավելի շատ է, քան անցյալ տարի։ Վնասներից խուսափելու համար այդ համայնքներում տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Այս տարի Գյուլագարակ համայնքում տեղադրվել է 2, Վարդաբրուրում 2 և Կուրթան համայնքում 1 հակակարկտային կայան։ Տեղադրվել են հատկապես այն համայնքներում, որտեղ արձանագրվել է տեղումների ամենամեծ քանակը մարզի մասշտաբով։ Նախատեսվում է ևս 10 հակակարկտային կայան տեղադրել արդեն հաջորդ տարի։ Դրա համար մենք ընտրում ենք այն համայնքները, որտեղ որ անհրաժեշտ պետք են տեղադրել։ Հողի սեփականաշնորհումից հետո յուրաքանչյուր տարի նվազում էր մշակվող վարելահողերի քանակը։ Պատճառները տարբեր են՝ արտագաղթ, գյուղաբնակների միջին տարիքի բարձրացում, ծերացում, ինչպես նաև խնդիրներ կապված ոռոգման ջրի հետ։ Սակայն պարզվում է, որ հողերի մշակման հարցում էական նշանակություն ունի նոր հակակարկտային կայանների բացակայությունը։ Այսպես Օձուն գյուղը շուրջ 1200 հեկտար վարելահող ունի։ Ընդամենը 5-6 տարի առաջ մշակվող վարելահողերի քանակը չէր գերազանցում 30 հեկտարը։ 4 տարի առաջ այստեղ հակակարկտային մեկ կայան է տեղադրվել եւ ամեն տարի մեծացել է մշակվող հողերի քանակը։ Այս տարի այն հասել է 250 հեկտարի։ Գյուղը ճիշտ է, շատ կանաչ ունի, բայց աշխատանքները դեռևս գյուղացու համար շատ ծանր են կատարվում, որովհետև տեխնիկան այն աստիճանի սուղ է, պակաս է, որ հնարավոր չէ ուրեմն լրիվ արդյունքների հասնել։ Հիմա դա է մեզ մտահոգող հարցը, այնպես որ այսօր մեր գյուղ նախարարությունը, ինչպես նաև կառավարությունը անելիք ունեն գյուղում։ Մշակվող հողերի ավելացմանն Օձունում նպաստել է նաև սերմերի, պարարտանյութի և վարելիքի տեսքով պետական աջակցությունը։ Վերնշվածը նկատի ունենալով անհրաժեշտ է պետական ու համայնքային հնարավոր բոլոր միջոցներն ուղղել գյուղացու բերքի պաշտպանության այս կարևոր գործին, ասել է հակակարկտային պաշտպանության կազմակերպմանը։ Էմմա Գրիգորյան, Լիլիթ Յոլչյան, Մարզպետարանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը, հաղորդման այս հատվածում անցնող շաբաթվա համայնքային նորությունները։ Ամիսներ առաջ Լոռու մարզպետը եղել է Մեծ Պարնիում, հանդիպել գյուղացիների հետ, ծանոթացել է գյուղի հիմնախնդիրներին ու բնակչության առաջարկով համայնքային կենտրոնի շենքի խնդիրը մտցրել 3-րդ հրատապ ծրագրերի մեջ։ Արդեն 2 ամիս է սկսված են Մեծ Պարնիի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները։ Պարոն մարզպետը հենց տեղում խոստացել է համայնքային կենտրոնի կառուցումը, որը մոտ ամիս ու կես առաջ սկսվել է, մեծ տեմպով ընթանում է, որի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Լոռու մարզպետ պարոն Նալբանդյանին։ Լեռնանց գյուղը շուրջ 1645 բնակիչ ունի։ Երկրաշարժից հետո գյուղը բաժանված է 2 մասի։ Նոր թաղամասում 120 տնտեսություն կա, բնակարանների մեծ մասը կառուցվել է վերջին տարիներին։ Գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են, սակայն գյուղը սակավահող է, ասում է գյուղապետը։ Լեռնանցքն ունի ընդամենը 250 հեկտար վարելահող, այդ թվում նաև տնամերձերը։ Հիմնական ապրուստի միջոցը դրսից եկող գումարներն են, լիարժեք կարելի ասել շուրջ 20-30 ընտանիք ընդամենը, որ ապրում են գյուղի եղած ստեղծված բարեմասնակներով, այսինքն իրենց տնտեսությունով ընդամենը կարողանում են իրենց ընտանիքը ապահովել, մնացած մասը ինչ-որ կերպ դրսի աշխատանքով, դրսի հետ կապված եւ այլն։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը վերջերս եղել է նաև Լեռնանցք համայնքում մասնակցել վերջերս բարեկարգված ճանապարհի բացմանը։ Գյուղապետը նշում է, որ ճանապարհը նախկինում անանցանելի էր։ Այդ 300 մետր տարածությունը մինչև հասնում էին ռիվ հողային ճանապարհը, պատկերացնում եք Երևանից ու Ձյունից հետո ինչպեսի վիճակում էր։ Իսկ հետագա անելիքների հետ կապված մտածում ենք համայնքային կենտրոնի խնդիր լուծել,
կամ գյուղապետարանի խնդիր, մանկապարտեզի խնդիր։ Շիրակամութ համայնքը 2880 բնակիչ ունի, գյուղի գլխավոր խնդիրներից մեկը գազիֆիկացման հարցն էր։ Խնդիրը ներկայացվեց մարզպետին եւ լուծումը չուշացավ։ Կապույտ վառելիքը շուտով կհասնի նաեւ Շիրակամութ։ Նախագիծը արված է, շինարարը արդեն հայտնի է եւ առաջիկա մի շաբաթվա ընթացքում արդեն կսկսվի շինարարությունը եւ հնարավորություն կունենանք գյուղի նոր թաղամասը, որ նոր բնակելի թաղամաս է կառուցել եւ վերևի այս թաղամասը նույնպես մտնում է նորից այդ ծրագրի մեջ եւ գազաֆիկացվել է։ Մարզպետը նշում է, որ հատկապես Սպիտակի տարածաշրջանում երկրաշարժի հետևանքով ավերված գյուղապետարաններն ու մշակութային կենտրոնները գործում են վագոն տնակներում, իսկ համայնքային կենտրոնների կառուցումով միաժամանակ լուծվում է մի քանի խնդիր։ Մենք այս քայլով փորձում ենք նաեւ երկրաշարժի հետևանքները ամբողջությամբ տվյալ համայնքներում վերացնենք, իհարկե համայնքներում համայնքային կենտրոններով խնդիրները չեն վերանում, խնդիրները բազմազան են եւ գյուղատնտեսությունից բացի մենք փորձելու ենք գյուղը ավելի հարմարավետ դարձնենք մեր գյուղացիների համար։ Մերի Կոլոլյան, Լիլի Դիոչյան, մարզպետարանի ժամ։ Արդեն 3 օր է Վանաձորից ժամանած շինարարներ ապամոնտաժման աշխատանքներն իրականացում Սայաթնովայի անվան համար 8 ավագ դպրոցի տանիքում։ Դպրոցի տնօրենն ասել է, որ հիմնադրման օրից դպրոցի տանիքը չի նորոգվել։ Մարզադահլիճի եւ հանդիսությունների դահլիճի տանիքը վթարային վիճակում էր, ասում են շինարարները։ Սպորտ կլուբի տանիքը մենք նկատեցինք, որ ամբողջությամբ ընտանիքը քայքայված եւ հոտած է։ Աշխատանքը մեծ է, շինարարներն ասում են, որ ամբողջ դպրոցը հիմնանորոգման կարիք ունի։ Կառուցվել է 1960-ական թվականներին եւ երբևէ չի վերանորոգվել։ Աշխեգ Մեխակարությունյանը նշում է, որ ամբողջությամբ պահպանված է տանիքի ազբոթի թեղների միայն 2%-ը, մնացածը օգտագործման ենթակա չէ, իսկ փայտյա կոնստրուկցիաների մեծ մասը փտած է։ Փտած է, հետո որտնգած է, այդ պահով ոչ մենք չենք կարող օգտագործենք։ Տանիքի ընդհանուր ծավալը 1100 քառակուսի մետր է։ Տնօրեն Ալվարդ Բաբայանը պատմում է, որ դպրոցի պահպանության համար նախատեսված ծախսերով չէին կարող մտածել մարզադահլիճի վերանորոգման մասին։ Ալվարդ Բաբայանը դպրոցը ղեկավարում է 12 տարի եւ նշում է, որ մարզադահլիճի վերանորոգման խնդրանքով յուրաքանչյուր տարի դիմել է մարզպետարան եւ հույսով սպասել։ Մարզադահլիճում ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնելը գրեթե անհնար է եղել։ Տանիքից գաթող անձրևաջրերը վտանգավոր իրավիճակ են ստեղծում դահլիճում, ազդում ֆիզկուլտուրայի առարկայի դասավանդման վրա։ Քիչ են եղել նաև դեպքերը, երբ աշակերտները տարբեր վնասվածքներ են ստացել։ Գիտեք, քանի երեխա է մեր հիվանդանոցը գիտի, քանի երեխա մատը դուրս ընկած, կոտրած, թևը կոտրած, որտեղ հատակը ահավոր վիճակում էր, ռեզինիկ փոքրիկ կտորներից սարքված, որ մաշված։ Քանի անգամ այդպիսի դեպք ա եղել, որ նույնիսկ միլիցիայից եկել են բացատրություն պահանջել, թե ինչ է պատահել, ինչպես ա եղել։ Շատ ծանր էր մեր վիճակը։ Դպրոցի մարզադահլիճի տանիքի նորոգման համար պետական բյուջեից մարզերի համաչափ զարգացման ծրագրով հատկացվել է շուրջ 25 միլիոն դրամ։ Ծրագրին իր ֆինանսական ներդրումը պետք է ունեներ, նաև դպրոցը սակայն բավարար միջոցների բացակայության պատճառով ներդրում չի կատարվել։ Համար 8 դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը հույս ունի, որ հիմնանորոգման ծրագիրը կլինի շարունակական եւ հետագայում նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև ամբողջ դպրոցում։ Մերի Կոլորյան, Արման Տիտանյան, մարզպետարանի ժամ։ Համայնքային մնացած նորությունները մեկ տեսաշարով։ Ալավերդուս Սանահին Սարահարթ թաղամասի ավտոճանապարհի վտանգավոր հատվածներում քարատապման աշխատանքների ավարտից հետո սկսվել է աշխատանքների երկրորդ փուլը։ Քարատապման տեսանկյունից ամենավտանգավոր հատվածի ցանցապատումը։ Մետաղական ցանցերի միջոցով կատարվում է տարածքի ամրացում, ինչը կբացառի թափված քարերի ճանապարհընկները։ Շինարարները նշում են, որ աշխատանքները տևելու են 2 օր։ Վտանգավոր հատվածից թափված քարերը հավաքվելու են ցանցի ներքևի հատվածում։ Ցանցապատման եղանակով քարատապման վտանգը չեզոքացնելու մեթոդը ընդունված եղանակի ամբողջ աշխարհում։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է 4 միլիոն դրամ, որի մեջ մտնում է նաև համայնքի ներդրումը 820,000 դրամի չափով։ Գործողությունը կատարում է նրա համար, որպեսզի այս մանր քարերը չթափվի, չհասնի ճանապարհին, չխանգարի մեքենաների անցումին։ Ստեփանավանի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը ըստ գործող կարգի պետք է նիստեր գումարի երամսյակը մեկ անգամ, սակայն երեխաների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով նիստեր գումարվում են գրեթե ամեն շաբաթ, մինչ նիստը կայանալը լուրջ ուսումնասիրություն է կատարվում։ Խնամակալության հոգաբարձության հանձնաժողովում ընդգրկված են 8 տարբեր ոլորտների մասնագետներ՝ մանկաբույժ, իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող եւ այլ մասնագետներ։ Հանձնաժողովը զբաղվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ մարդկանց երեխաների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև դժվար իրավիճակներում գտնվող, այդ թվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ։ Վերջին մի քանի տարիներին մանկատներ են ուղղորդվել 4 ընտանիքի 8 երեխաներ։
Հանձնաժողովի անդամները հաճախ են լինում խնդիրներ ունեցող ընտանիքներում, ծանոթանում ընտանիքների կենցաղային ու սոցիալական պայմաններին։ Մեր իրականությունը այնպիսին է, որ կարիքավոր երեխաները կան, որտեղ ընտանիքը չի կարողանում ապահովել երեխայի կեցությունը։ Իսկ Տեպետ գյուղի գլխավոր խնդիրը գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհներն են։ Գյուղի բյուջեի միջոցներով գյուղապետարանը մի քանի անգամ փորձել է խճապատման միջոցով ճանապարհները բարեկարգել, սակայն սելավաջրերն իրենց գործն անում են ու մի քանի ամիս անց ճանապարհը կրկին անանցանելի է դառնում։ Տեպետում առկա է նաև խմելու ջրի խնդիր։ 2013 թվականի համայնքային բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսել գյուղ եկող ջրատարի առավել վատար վիճակում գտնվող հատվածներում վերանորոգումներ կատարելու համար։ Տեպետի գյուղապետարանն ակտիվ համագործակցում է միջազգային մի քանի կազմակերպությունների հետ։ Վերջերս ծրագրեր են իրականացնել հայկական Caritas, Counterpart International կազմակերպությունների հետ։ Տեպետ գյուղն ունի 943 բնակիչ եւ շուրջ 14 միլիոն դրամ բյուջե։ Գյուղի տզուտ թաղամարք ենք ասում, 11 թվականին 21 տնտեսության ջրահեռացման ցանցակառուցվել նորից հայկական Caritas-ի եւ համայնքի միջոցների հաշվին, էլի համայնքային երիտասարդական կենտրոնի սենյակ վերանորոգվել է, էլի Caritas-ի միջոցով հատկացել են 3 հատ կամպյուտեր, գրասեղաններ, պատճենահանող սարք, իսկ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցներով ֆուտբոլի մարզադաշտին համահունչ ծրագիր որպես միացենյակ համայնքային աշխատանքային խմբի համար